Շատ կարևոր փուլ է Հայաստանի համար, մենք գտնվում ենք աշխարհի փոփոխման շրջանում, երբ որ աշխարհը դառնում է այլ բազմաբևեռ եւ այդ աշխարհի փոփոխման մեջ, այսպես ասած, դետոնատորը, հանդիսացել է կամ կատալիզատորը հանդիսացել է Ռուսաստանի հատուկ օպերացիան, ռազմական օպերացիան, որը որ արդեն 3 տարի է, որ տևում է, եւ մենք որոշեցինք գիտական կոնֆերանս կազմակերպել, գիտագործնական կոնֆերանս, որով ուրեմն քննարկել թե այդ իրադարձության 3 տարվա ընթացքում ինչ տեղի ունեցավ, ինչպես դա կզարգանա եւ այդ զարգացումները ինչպես կազդեն Հայաստանի վրա եւ Հայաստանի շուրջ ուրեմն երկրների վրա։ Սա ամբողջ խնդիրն է, որը այսօր մենք պետք է ուսումնասիրենք, դե բացի դրանից դուք գիտեք, որ հերոյում բազմաթիվ հայեր են մասնակցում, ազգությամբ հայեր, Ռուսաստանի քաղաքացիներ, ստեղծված է անգամ հայկական ջոկատ, Արմբատը, եւ Արմբատը նույնպես ուրեմն ինչ որ չափով ներկայացնում է հայ ժողովրդին։ Այդպես որ կարևորագույն խնդիր է մեզ համար, թեմա է մեզ համար եւ այն գիտական ուսումնասիրության անհրաժեշտություն ունի, որպեսզի մենք կարողանանք տեսնել, թե Հայաստանը ինչպիսի ուղի է ունենալու մոտակա ժամանակներս։ Պարոն Բաբուխանյան, հայ-ռուսական հարաբերությունները դարավոր պատմություն ունեն եւ 35 տարվա բարեկամական հարաբերություններ ունեն, բայց այսօր կարծես անառողջ վիճակում են գտնվում։ Ինչպես կարող եք այդ փուլը հաղթահարել։ Այդ փուլը հաղթահարելու համար պետք է երկու բան, առաջինը պետք է փոխել այն իշխանությունը, որը որ այսօր զավթել է մեր երկրի ղեկավար դիրքերը, եւ երկրորդը պետք է վերհիշել մեր այդ դարավոր պատմությունը, այսինքն մեր ժողովրդի պատմական հիշողությունը պետք է արթնանա եւ մեր ժողովուրդը պետք է հիշի, ով տվեց մեզ պետականություն, ով փրկեց մեր երկիրը, ով փրկեց Էջմիածինը գործանումից, ով ստեղծեց Հայաստանի մարզը, հետո Հայաստանի Հանրապետությունը եւ այլն, եւ ուրեմն ով որ դա արեց, մեզ հետ միասին, ով որ մեզ օգնեց պահպանվել որպես ազգ, նրա հետ էլ մենք պետք է շարունակենք մեր, ինչպես դուք ասեցիք, շատ ճիշտ եւ ձեզ հետ համաձայն եմ, դարավոր բարեկամությունը։ Պարոն Բաբուխանյան, բայց նայեք Արցախում ռուս խաղաղապահներն էին այսպես ասած խաղապահում Արցախը, բայց Արցախում տեղի ունեցավ պատերազմ եւ օկուպացվեց ադրբեջանցիների կողմից։ Այստեղ ռուսների կարող ենք մեղադրել, թե ոչ։ Ուրեմն պետք է հիշել, որ Ռուսաստանը նախ փրկեց մի պահ Արցախը, երբ որ արդեն թուրքը մտնում էր Ստեփանակերտ, ռուսական զորքը մտավ եւ փրկեց Արցախը ուրեմն այդ կործանումից, սակայն ցավոք սրտի Հայաստանի իշխանության դավաճանական դիրքորոշումը բերեց այս ցավալի արդյունքների, ինչ որ դուք ասում եք, եւ արդեն դարձավ անհնար պահպանելը։